ընդհանրապես մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը ցանկացած երկրի հետ կապված լինի դա Հայաստանը թե Եվրոպայի խորհրդի անդամ որևէ այլ պետություն, բնականաբար բոլոր պետություններն են ձգտում են, որպեսզի իրենց դեմ որոշումներ ոչիրներ չլինեն, բայց սա կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը վատթարագույն վիճակում չի գտնվում նախ եւ առաջ այդ ցուցանիշներով եւ որ ավելի կարեւոր է բնականաբար թույլատրվում են սխալներ եւ այդ սխալներից հետո պիտի իրականացվեն քայլեր բնականաբար եւ վերլուծություն է իրականացվում եւ օրենսդրական բարեփոխումներ են իրականացվում որովհետեւ ցանկացած եվրոպական դատարանի ցանկացած որոշում սկզբունքորեն հիմք է որպեսզի վերլուծվի որտեղ է եղել բաց թողումները դրանք օրենսդրական մակարդակում են եղել թե օրենսքի բացի հետևանքով կիրառման արդյունքում են եղել եւ այլն դրա համար այսպես ասեմ կրկին յուրաքանչյուր կոնկրետ գործով մենք պիտի հայերի հաջորդականություն ունենանք վերլուծությունից հետո ինչ անել եւ ինչպես անել որպեսզի այդ իրավիճակը վստահ եղեք որ այո